Քո աչքը պայծառ, հսկումեցած երկինքից լուսավորչի կանտերի համար ասում է Հովհաննես Թումանյանը։ Եվ պահ է եղել, որ մենք գնացել ենք Ֆրանսիայից օպերացիայի առավոտ ժամը, այսպես աղոտրանին ժամը 6-ի մոտերկը, Արագածի կատարին լուսավորչի կանտեղը մենք նկարահանել ենք այդ լույսը վառված։ Դա հրաշք է տեղի ունեցել, այդ նկարը երբ պետք եղավ, ես ձեզ կտամ մի օր, եթե ուզենաք ցույց տալ, դա հրաշք է կատարվել մեզ ու մենք վերջը այդպես կենտանի մնացինք, առաջն Աստված։ Իսկ սա ներողություն, կիսած թողեց։ Այս վերջինն էլ շողուլն է, ներողություն, սա ամենափրկիչն է, որ Ջիվանին ասում է մի քաղաք տեսա ժամի սիրահար, բնակիչները հայ, մոտ 100,000, իրենք հատ չունեին ուտելու ապրելու համար, բայց 7 հատ վանք են սարքել, խելքի աշեցեք, այսինքն սա հավատքի քաղաքն է, հավատքի, եւ դրա համար 1937 թվականին ամբողջ Հայաստանի եկեղեցիները փակվեց, բացի Գյումրվա 7 վիրած եկեղեցուց եւ Էջմիածնից, ասեմ ձեզ։ Դրա համար այո, մենք հավատացյալ ժողովուրդ ենք, գյումրեցիները հավատացյալ ժողովուրդ են։ Իսկ այս տակի նշանը այս շողուլն է, որ կոչվում է շողուլ, շինարարական գործիք է, որ այսպես պահում ես աճուցախ, այսինքն ով որ իրեն հետո գյումրեցիք ասում են, ով իրեն սխալ է պահում, շողուլից կգնի, ու մենք իրան կզգաստացնենք, որ չի կարելի շողուլից ընկնել, հասկանալի է։ Այո, Ռոբերտ Քոչարյանն է ձեզ ասեց լրագրողներին, հիշում եք, որ ասեց, երբ շողուլից ընկաք, ձեզի շողուլի գբեր։ Մեղայասու, լավ։ Մեր նիստերի ընթացքում արդյոք շողուլից չենք է, որովհետև արդեն երկրորդ նիստն է ինչ տեսնում։ Մի խառնի տղա ջան, հələ չենք եկել խոսել, հələ չենք եկել նես մտել ու արդեն խառնում ես։ Ինչ եք խառնում, որ ես մի բան ասեմ ձեզի, դուք էլ փոխվեք էլի մի քիչ փոխվեք էլի երեխեք, ինչի չեք փոխվի որ։ Ինչ կա որ սենք հանուն Հայաստանի Հանրապետության կարելի է փոխվել։ Մարդկանց իրար հետ չկրվցնել, բան չանել, լույսը լույս ասել, խավարը ասել։ Ինչ կեղնի որ դուք էլ այդպես լինեք։ Ինչ փաստ, որ փաստը։ Անդամները չկային ներողություն քաղաքացիական Ինչ անենք, մենք բոլորին հրավիրել ենք, բոլորին տեղեկացրել ենք, զանգել ենք, ասել ենք, որ երթման արարողություն է, եկեք մասնակցեք։ Հիմա իրանցից կհարցնեք, թե ինչի չկան, ինչ չկան, ես չգիտեմ։ Իրենցից հարցրեք։ Ես ասում են կլինի կառավարման ճգնաժամ ըստ էության, քանի որ ծեր ընդդիմադիր ուժերի միջև չկա կոալիցիոն հուշագիր ստորագրված։ Ուրեմն հաստատում որպես այդպեսին չկա։ Արդյոք մտավախություն չունեք, որ կլինեն նիստեր, որ օրինակ այսօր մեր քաղաքը դաշինքը ներկայացավ, բայց ձեր երկրնակալության արարողությանը ներկա չգտնվեց։ Արդյոք չեք մտածում, որ մտավախություն չունեք, որ ավագանու նիստերին է դիտական ներկայանալ։ Ասեմ էլի սատիկ, կարճ ասա։ Ենքան երկար ես ասում, միտքդ հասկացա։ Ուրեմն մի բան ասեմ։ Ինչ որ անում են, ինձ համար չեն անում։ Այստեղ Ղուկասյանի խնդիրը չէ։ Այստեղ քաղաքի խնդիրն է, ժողովրդի խնդիրն է։ Ով ժողովրդին ոտ է պահում, ժողովրդի գնահատականը կդա անպայման։ Եվ ես այստեղ այդպես խառնվելու, ինչ որ բան անելու ոչ մի բան չունեմ։ Ես կարող եմ աշխատել, գիտեմ ինչ պետք է անեմ, որտեղից պետք է անեմ ու ինչ պետք է անեմ։ Ես իմ խոստումներից տերն եմ։ Եթե որևիցե մեկը, որևիցե մի խմբակցություն, կուսակցություն ոտ է պահում, ինձ դա ես չեմ, դա ժողովուրդն է։ Իսկ ժողովուրդը իրենց համար մեկին կասի դավաճան, մեկին կասի ավանտյուրիա, մեկին կասի ինքը գյումրեցիք այնպես անուն գտնեն, այնպես կասեն, որ հանգիստ եղեք դրա համար։ Դրա համար ես շատ հանգիստ եմ։ Ինչ անեն իրանց համար պետք է անեն։ Ինչ լավն էլ անեն իրանց համար է, վատն էլ անեն իրանց համար է։ Այստեղ Վարդան Ղուկասյանի խնդիրը չէ, այստեղ քաղաքի խնդիրն է։ Մնացածն էլ ինչ ուզում են անեն։ Ոնց ուզեն թող այդպես անեն։ Ենթադրեք մեր քաղաքը։ Ես բացադրեցի էլի։ Ես էլ ասեցի, ժողովուրդը իրենց գնահատականը կդա ոտ պահեցին։ Իրանց կասեն, ով եք դուք, ինչի համար եք սա անում, ոնց եք ապրում այս քաղաքում, այդքան բան։ Ղուկասյան դիմադիր ուժերը Շնորհավորել եք։ Չէ ոնց որ։ Ոչ հրապարակային։ Ոչ։ Ճիշտ ասած ոչ։ Հետո գիտեք մի բան ասեմ ձեզ։ Ես դե վերջը երկար տարիներ 99 թվականից մինչև հիմա որ հաշվարկում ես, դա հսկա քանի տարի է, մոտավորապես 25 հատ թե ավել։ Քանի տարի է հաշվեք արեք։ 26 տարի։ Թվաբանությունից լավ չեք աղջիկներ։ Ուրեմն կոմպյուտերի վրա եք սովորում։ Ուրեմն վախ ափսոս։ Ուրեմն 26 տարի ես քաղաքականության մեջ եմ։ Նու նայում եմ էլ երկու անգամ 6 անգամ 96 թվականից որ հաշվեք, հիմա ես 6 անգամ քաղաքապետ եմ ընտրվել։ 2 անգամ էլ պատգամավոր։
Ես այսպեսի բան չեմ տեսել։ Ես այս ձևի հարցակում, այս ձևի ամբողջ սայտերն ու ես չգիտեմ ինչեր այսպես խառնվել են իրար Գյումրին, ոնց որ Արցախը կորցրեցին, այսքան չխառնվան։ Այդքան երեխեն մահացավ, այսքան ցեն չլսեցինք, ոնց որ այս Գյումրու քաղաքապետի ընտրությունները։ Ես զարմանում եմ։ Դու քեզ եմ հարցնում, հələ ասա ինչու է այդպես։ Դու ազատության լրատվականն ես, դու պետք է գիտենաս։ Հələ ասա, ինչի է այդպես։ Ինչի հələ ասա։ Հələ ասա, ինչի է այդպես, Սատենիկ։ Նախաշեմին Իմ ընտրությունները ըստ էության քաղաքի համայնքի ղեկավար։ Հիմա չեմ կարող ասել ինչի է այդպես։ Հետո կասեմ։ Մոտորերս կասեմ։ Ամեն դեպքում մարզպետի հետ պետք է աշխատեք որպես վերադաս կառույց, մարզպետից կարծում եմ արդեն շնորհավորանք ստացել եք, թե չէ, ինչպես եք այդ աշխատանքը։ Մարզպետից շնորհավորանք չեմ ստացել, բայց այդ մարզպետի հայրը ինքը իրենց միշտ շնորհքով եմ պահել, մարզպետի հայրն էլ ինձ հետ մոտ է, ինքն էլ շնորհքով է իրան պահել, մշտական եկել է բան, տեսել է ինձ, շատ շուտ եկել է, ինքը ջահել երիտասարդ տղա է, ես իրանց մեծն եմ եղել, իրանց շատ հարցերում իրանք ուզում են ասել են, ուզում ենք նմանվել, շատ այդպեսի բաներ։ Հիմա կաբրենք տեսնենք, թե իրանք ոնց են իրանց պահելու, իրանց բոլորի գնահատականը կտանք։ Հիմա խոմ ասենք ես մի քանի տարի որ Նիկոլը պետք է մնա բան, դրանից հետո ինչ պետք է եղնի։ Կաբրենք հələ կտեսնենք էլի ով ինչ ձևով կպահի իրան։ Իրողության մեջ ինչ կատարվում է Գյումրիում, շուրջ։ Ինչ է ասում։ Ասում է հաշտը գյումրեցիների քվեների հետ հաշտ են, բայց հաշտ չեն այն իրողության հետ, ինչ կատարվում է Գյումրիում, քանի որ 10,000 քվե տվել են իրենց, բայց քաղաքապետ ընտրվել է ընդդիմադիր։ Ես իմ խոսքի մեջ ասեցի։ Իրանք 17,000 ցայն այս քաղաքում չունեն։ Իրանք լավ գիտեն դա։ Ուրեմն այդ դրսից բերած մարդիկ, որ եկան քվեարկեցին, մենք հաշվարկել էինք 4,000 հոգի։ Մտածել էինք, որ 12 ժամվա մեջ առավոտվանից 8-ից մինչև 8-ը 12 ժամ է, մենք մտածեցինք, որ իրանք այդ որ բերեն բան անեն 4,000 հոգի պետք է լինի, մենք չէինք հաշվարկել, որ պետք է լինի 8,200 հոգի, որ ամեն տեղը 100 հոգի պետք է ավելանա։ Մենք չէինք հաշվարկել, որ մեռած փլված շենքեր կան, որոնք հիմա գոյություն ունեն եւ այդտեղ մարդիկ գրանցված են ու դրսից Ախրքյալակից, Հայաստանի տարբեր տեղերից ավտոբուսներով մենք նկարահանած ունենք այդ ավտոբուսները բաները։ Դուք եք նկարահանել, բոլորդ նկարահանել եք։ Մենք այդքան չէինք պատկերացնում, որ իրանք կարող է այդ չափի անեն։ Հետո չէինք մտածում, որ այդպես գումարները հեշտ ու հանգիստ պիտի ես կյանքում չէի իմացել էի 5-10 հազար քաղաքում ժողովուրդը խոսում էր, որ ինչ որ դենց բաներ տալիս էին առաջ, ինչպես բան լսել եմ։ Բայց սպասեք, վերջացնեմ, հետո ասեք։ Բայց հիմացան 40-50 հազար դրամ մի մարդուն գումար են տվել, բան են տվել։ Ես այդքան չէի պատկերացնել, որ այդքան կարևոր է Գյումրու ընտրությունները, որ այդքան գումարներ պիտի ծախսեն, այդքան բան։ Հետո մտածում ես սրանց այդքան գումարը որտեղից այդքան գումարները։ Դուք գնացիք, արձանագրեցիք, տարբեր տեղեր, թե մարդիկ ոնց էին մտնում խանութները, խանութից հետո գնում էին մասսայական, դուք նկարահանել եք մեզ մոտ կա մինչև հիմա սայդերի մեջ կա։ Այսինքն իրենց ձայները ընդամենը 2500-ից 3000 ձայն է։ Այս քաղաքում չաշված։ Ուրեմն բանակը ամբողջ չլպատկերացրեք, բանակի գյումրեցի զինվորականներին ընդուպ Ուվայնենի են տվել, հասկացար, տուր են ուղարկել, հրամանատարների մոտից տղաները զանգ են տվել ծնողներին, չգիտեմ, նախարարություններից, բուհերից ինչքան սովորողներ կան, վիվարոյի վրա ինչքան գումար են գցել։ Ես պես բան չեմ պատկերացնել, այս ձևի ողջ Ես մի բառ պետք է ասեմ, բայց լավ չեմ ասի։ Այս ձևի վիճակ, ճիշտ ասած, ես այսպեսի բան չեմ տեսել։ Խնդրահարույց դրվագներ եք ներկայացնում, պարոն Ղուկասյան։ Ոչինչ, մի բան է, դուք եք ներկայացրել, ձեր խոսքերն եմ ասում։ Չէ, Ջորջան, հարց եմ տալիս, մի վարքյան։ Նույն հարցը չի։ Ասում եմ, ինչու չվիճարկեցիք այս դեպքում ընտրության արդյունքները, դա օրինակ ավելի լավ չէր ազդի ձեր ռեյտինգի վրա, օրինակ գնալ նոր ընտրությունների եւ բացարձակ մեծամասնություն։ Ուրա թող իրանք նպաստեն, որ գնանք նոր ընտրությունների, հետո կտեսնեն, թե ինչ կլինի։ Թող հələ փորձեն կտեսնեն, թե ինչ կլինի, թե ինչքան ձայն կհավաքենք, ինչ կլինի։ Ես գիտեմ, ուղղակի չեմ ուզում, իրանք էլ լավ գիտեն, որ խայդարակվեն։ Պարոն Ղուկասյան, երկուշաբթի օրվանից եկաք աշխատանքի, որն է լինելու ձեր առաջին քայլը։ Երկուշաբթի օրվանից, որ եկա, երկուշաբթի օրվանից, որ եկա, արագ կարգով նայելու եմ կադրային քաղաքականությունը, թե ում հետ ենք աշխատելու։
Ինչ կան լուրջ մասնակիցներ կան, պետք է մնան աշխատելու, եթե իրենք էլ մնացել են, միանշանակ մնալու են։ Եթե մասնակիցներ են, եթե ուղղակի քաղաքական առումով եկել են բան ինչ որ իրանք գործ ունենան, դե իհարկե մենք իրանք կասենք, որ ձեր քաղաքական մտածելակերպը այլ է, մերը այլ է։ Դրանից հետո անցնելու ենք աշխատավարձերի բարձրացման խնդրին։ Արագ մտածելու ենք ոնց ենք անելու եւ բյուջեի հաստատմանն ենք անցնելու։ Մի խոսքով այդպես շարունակական ինչ ասել եմ, հեշտականությամբ անելու ենք։ Բայց Հենրիկ Ասպարանից կա մարդ, որ պետք է արդեն լքի իր հաստիկը։ Ասեք։ Անդիմադիր ուժերը, որ ցեզ միացան, առանց պաշտոնների ակնկալիքի միացան եւ ըստ էության իրենք հրաժարվում են պաշտոններից։ Դուք ունեք ձեր թիմի բավարար կադրեր համալրելու այն պաշտոնները, որոնք դուք կունենաք։ Բա ես որ չունեմ, ով ունի։ 13 տարի աշխատած քաղաքապետը ոնց կարող է կադրեր չունենա։ Ու մի քաղաքապետ, որ հավանական է յուրաքանչյուր թաղ ես ավելի լավ գիտեմ այդտեղի բնակիչներին, քան այդ թաղի որևիցե մեկը։ Ինձ չափ քաղաք ճանաչող շատ քիչ կա այս քաղաքում։ Այդ բոլորն են ասում, գիտես, հասկանալի է, բայց ես որ կադրեր չկարողանամ հավաքել, ով պետք է հավաքի ինձպես։ Հանգիստ է, կհավաքագրենք։ Ով որ պաշտոններն եք հիմնականում մտադիր փոխել ձեր կադրերին դնել։ Կտեսնեք, անպայման ինչ որ անենք, թափանցիկ ենք անելու եւ բոլորը տեսնելու եք։ Բոլորը մյուս ուժերին պաշտոններ առաջարկելու կամ տալու եք բան ողջ։ Մենք խնդիր չունենք յուրաքանչյուրի հետ աշխատելու, եթե որևիցե մեկը ցանկություն հայտնի, որ ուզում է ինչ որ մի բան ստանձնեն կամ ինչ որ մի բան, մենք խնդիր չունենք, խնդրեմ չունենք։ Մենք ուրեմն անպայման համագործակցելու ոչ միայն տեխնազուների, ընդհանուր առմամբ իմ ժամանակ են բան հիշում եք դուք հավանական է աղջիկը մեզ հետ այն ժամանակ աշխատել ես, հիշում եմ դուք աշխատել եք, մի խոսքով դուք աշխատել եք, հա Այ դու նամանավանդ, մի խոսքով մեծամասնությունը դին ժամանակ դուք եք աշխատել, հիշում եմ, քեզ էլ եմ հիշում, հա, մի խոսքով, այսինքն այն ժամանակ ես հայտարարում էի, ովքեր Գյումրիի հետ կապված, ունեն ծրագրեր, առողջացման հետ կապված, աշխատատեղերի ստեղծման հետ կապված, ես չգիտեմ, բարոյահոգեբանական մթնոլորտի ամեն ինչի հետ կապված ես պատրաստ եմ լսելու, քննարկելու, քննարկման առարկա դարձնելու։ Հիմա եւս նորից բարձրաձայնում եմ ոչ միայն տեխնազուների, այլ բոլոր թեկուս այն կուսակցությունները, որոնք չեն առաջադրել իրենց տեխնազությունը, մարդիկ կան, որոնք չեն առաջադրել իրենց տեխնազությունը, ուրեմն հասարակական կազմակերպություններ կլինի Երևանում, դրսում ովքեր որ կցանկանան քաղաքի հետ կապված որևիցե մի դրական գործ կատարել, դռները բաց է, արագ կաշկով ընդունում ենք, քննարկում ենք ու հետական նայում ենք։ Սարակ Մինասյանը ասում է, որ խիստ տարբերվում են 4 ուժերը։ Ես այդքան շատ բաների հետևից չեմ մգնում ընդհանրապես։ Ես այդ զիզի-բիզի բաների հետևից չեմ, ես կարևոր է հսկայական քաղաքապետարանն եմ սարքել։ Հասկանալի, որ նայում եմ, այսպես հիացմունքով եմ նայում, որ ինչ եմ կառուցել ու կյանքի գնով, չարչարանքներով, հեմիսպես մարդիկ գալիս են, մեկ էլ բաներ կան, այսպես, մեր անունից, մեկ է տեսար, այնպես վատ բան են ասում ինձի, որ դուք եք ցույց տալիս, բան չնայած սարքած էլի, կզգամ, որ մեծամասնությունը սարքած է, մեկ հարցնում եմ, քսեմ, այս մարդիկ ինչ են այսպես մտածում, որ հələ մի վատ բան ասեն, որ ես արել եմ։ Ես ուզում եմ ընդհանրապես թակ մի վատ բան։ Մի հատ ինձ ասեք, թե ես ինչ որ մի վատ բան եմ արել առանց շարի, օբյեկտիվ, թող մի հատ էստ կան ինձ բան եք ասում, լրատվական կառույցներում, հələ մի հատ մեկի ասեք, որ ես ինչ որ մի բան եմ արել, իմ հետ կապված, մեկ նայում եմ քսեմ այ մարդ, միգուցե ինֆորմացիայի օրն է, կարող է ընկել եմ ավտոյի տակ իսկական, հիմի ես մեկպես հավատացեք մտածում եմ։ Անօթյան խնդրի հետ կապված, հա, ամենաառաջնային խնդիրը դուք ասեցիք աշխատատեղերի ստեղծում, նաև անօթևանության։ Բնակարանաշինություն է լինելու, ինչ է լինելու ձեր ծրագրի։ Մի քիչ համբերեք, շատ ծրագրեր ունենք։ Ամեն ինչ ունենք անելու։ Այդքան իմ ժամանակ բնակարան կառուցվեց, 17000 բնակարան կառուցվեց իմ օրոք։ Ես բարձրաձայնում եմ, բոլոր քաղաքապետերը իրար հետ իմ կիսուչափ բնակարան չեն կառուցել։ Եթե ես մնա հիմա այդ հարցերը վերջացրել էի։ Ցավոք սրտի այսպես արեցին։ Հիմա սպասեք մի քիչ կտեսնեք, որ իմ առաջնային խնդիրն է աշխատատեղերի ստեղծում, դրա հետ մեկտեղ A ու B սկզբունքով բնակարանների, որ մարդիկ 37 տարի մնացել են այդ տնակների մեջ։ Հետո քաղաքապետերին ընդհանրապես, որ ուզում եք գնահատական տալ բոլորդ, հարցրեք, թե փոքր եւ միջին բիզնեսը այդ քաղաքապետը խտանել է թե ոչ։ Եթե փոքր ու միջին բիզնեսը նա չի խտանում,
Այսինքն պատկերացնում եք դա կենցաղ սպասարկման օբյեկտներ, բնակելիներ, եթե չի տալիս շին թույլտվություն չեն տալիս, ինչի չեն տալիս, այդ դա է ինձ հետաքրքիր, ինչի համար չեն տալիս, ինչն է պատճառ, ինչ հախեր են ուզում, տանում, բերում են, ինչ են անում, չկամ են, վերևից են հանձնարարում, որ չտակ, որ երգիրը չկառուցվի, ես ուղղակի դա ուզում եմ հասկանալ, ես ասում եմ իմ օրոք ամբողջ Հայաստանի Հանրապետությունը, բացի Երևանը, բոլորը միասին գյուղերն ու քաղաքները, իմ չափ հողհատկացում չեն արել, 100-ից 120 միլիարդ դրամ, դուք հասկանում եք դա ինչ թիվ է, քաղաքից հանվել է 40,000-ից ավելի տնագներ, դուք հասկանում եք դա ինչ աշխատանք է, հələ գնացեք էլի մի հատ կուխնյաց արկեք, հələ տեսեք անգլիսպես ինչ նայեք իմ սարկացը, ինչ նայեք, ինչ այս դիմացի շենքը տեսնում եք, սեփականատերը ոչ պատուհաններն էր գցում, ոչ կդուրն էր փոխում, չեմ անի ու վերջ, ամեն ինչ արել եմ, որ փոխի, ամեն ինչ, տղավարիել եմ մոտեցել իրանց, պետք է ասել եմ, պետք է փոխեք, ցայգը նույնությամբ չէր փոխում կդուրն ու մնացածը, այդ շենքը հսկայական, որ առել են, այդպես մի ամիտ, սաղ մեր ունեցվածքը խպես այդ շենքի արժողության չափ չկա, թե ոնց գցին ձեռքերը, ոնց մատմադել մի ուրիշ տեղ են գնաց, այդպես մի ամիտ, հիչ բանից խաբար չեն։ Քանի որ Գյումրիում նաև մեծ խնդիր է տրանսպորտի հարցը, բնակիչները հիմնականում նաև ներողություն հարցից վերջացնեմ, նախ ինչպես է տեղի ունենալու փոփոխությունը եւ օրինակ հնարավոր է Երևանի օրինակով տրանսպորտային բարեփոխումների շրջանակներում ուղևորցը թանկանա։ Ուրեմն իմ օրոք 30-ից 40-ից 70 միլիոն գումար է մտել քաղաքային բյուջե, իմ օրոք։ Ես հələ չգիտեմ այդ գումարները մտնում է թե չի մտնում քաղաքային բյուջե։ Հələ ես պետք է կապ նայեմ։ Դա մեկ։ Այո, տրանսպորտից։ Հետո մեկը կա, բոլորը ճանաչում եք, ասում էին, որ քաղաքի ստայանկեկից մոտավորապես 200 միլիոն դրամ քաղաքի ստայանկեկից գումար կարելի է հավաքել։ Ուրեմն մարդիկ կային, որոնց տվեցին դատարան ձեռքերից վերցրեցին։ 10 տարի է մի կոպեկ քաղաքային բյուջե գումար չի մտնում 10 տարի։ Այն մարդիկ պայմանագիր էին կնքել, տարվա կտրվածքով գումարներ էին, մուծում ու նորմալ է գումարներ։ Խլեցին մարդկանց ձեռքից, խլեցին։ 10 տարի մի կոպեկ գումար չեն մուծել։ 10 տարի հստակ բարձրաձայն ասում եմ։ Ու այդ անձը բոլորը ճանաչում եք։ Ցեն չի անում, մի քանի անգամ ասել եմ։ Պետք է դրանք անջեմ ասեմ, բա որ այն անգամ խոսում էին այն ժամանակ։ Էս ինչի գումարներ չի մոզվում։ Ինչի տես չես եղել մինչև այսօր։ Սպասեք դա էլ կանեմ։ Ու այսպես շատ բաներ կա, 12 թվականին երբ դուք չառաջագրվեցիք, այսպես ասած իշխանապողությունը Գյումրիում տեղի ունեցավ, եւ առաջիններից այսպես ասած Սամվել Բալասանյանը եւ Պաշտոնյանից միշտ կա այսպես ասած փաստաթղթեր, Չայկայի պատմությունը։ Այդ Չայկեն ինչ եղավ, հարցրած Բալասանյանի։ Հələ Չայկան որ կար քաղաքի վրա էլ բան չէր նստա, արժեք չուներ է Չայկան, մենք գնացեք գտել էինք Չայկա խառնվա, ուր է այդ Չայկեն, ուր է տարե։ Հələ գնա հետաքրքրվի։ Տես ես ցեն չանեցի, չէ, ես չէի ասում այդ։ Հələ դե գնացեք հարցրեք դե Չայկեն ուր է տարե այդ տղա։ Դուք գիտեք ուր է։ Չէ, ձեզանից պետք է հարցնենք։ Ես ինչ գիտեմ։ Սարգ Նեսյանը ասում է, որ 4 տարբեր ուժեր են տարբեր քաղաքական հայացքներով, կառավարել չի լինելու, եւս մեկ անգամ սա վերջերս հայտարարեց Երևանում։ Ինչ եք ասում այս մասով։ Ես մի բան եմ ասում, եթե Երևանը չխառնե, եթե այդ քաղաքական տերերը չխառնեն, որ ամեն մի կուսակցության ուրեմն գլուխ գործոցը նստած է Երևանում, եթե իրանք այնտեղից չխառնեն, գյումրեցիները ինձ հետ շատ հանգիստ կաշխատեն, մեծ ու պզդիկ հարաբերությունը պահում են իրենք, չեն կա, այս քաղաքը չի կարող մեծ ու պզդիկ հարաբերությունը չպահի, հասկանալի է։ Այս քաղաքը այդպես ապրում է։ Այս քաղաքը հարկում են հարկանք ունեցող մարդկանց, ոչ հարկանք ունեցողներին չեն հարկում, այնպես որ այդ ամեն ինչը նորմալ կգնա, բայց մի կարևոր հայտարարություն էլ ուզում եմ անել։ Դուք լուրջ հարցեր ունեք, եթե չունեք ես ասեմ։ Ես հիմա մի լուրջ հայտարարություն եմ անում։ Ուրեմն հիմա ինչքան առաջադրել եմ տեխնազությունս, մեզ կապում են կրիմինալ։ Դիտավորյալ դա ուրեմն բարձրաձայնում են, դիտավորյալ խոսում են։ Մենք ունենք ինֆորմացիա, որ մեր դիմաց պետք է ինչ-որ վատ արարք կատարեն նորից։ Հիմա հող են նախապատրաստում, որ գցեն նորից կրիմինալի վրա։ Հիմա բարձրաձայնում եմ դրանց։ Եթե հանգարց նորից եմ ասում, մեզ հետ կապված
մի հատ նորից ոդնձգություն արվեց։ Ուրեմն այդ ամբողջ փաստերը քաղաքում չեն մեջ դուպրոչի մասեմ ձեզ, դրսում են աշխարհի բոլոր նախագահներին, իրավական բոլոր հաստատություններին այդ փաստերը գնալու է, թե սրա հետևը ով կարող է լինի եւ ով կարող է սա անի։ Եվս մեկ անգամ ասում եմ, ինչքան մեզ կապում են կրիմինալի հետ, հող են նախապատրաստվում դիմացի կրակոցների։ Բարձրաձայնում եմ, եւս մեկ անգամ բոլորիդ ասում եմ։ Այո, մեր անձի նկատմամբ։ Այդպիսի խոսակցություն մասին է։ Մահափորձ, մեծ հասկացի, չես հասկանում։ Ուրեմն նմանատիպ ոդնձգություն 2007 թվականից, որ արեցին մինչև այսօր բացահայտված չի։ Հասկանալի է։ Շարունակությունն է կանխատեսում 2007։ Հա, էլի, Սատիկ ջան, երկրորդ սերիան։ Ուրեմն, ես ասեցի, մի քչփորեք ինձանից ոչ մի բան չեք կարող իմանալ, բայց եթե հանգարց նմանատիպ մի բան եղավ, սենսացիա կլինի ամբողջ աշխարհով մեկ, այդքան բան։ Սպասում որ լինի։ Բայց դերակատարները Հա, ներկա իշխանությունը։ Ուրեմն ոչ էլ այդ հարցին ոչ մի բան չեմ պատասխանում, խնդրում եմ էլ միք ինձ հարցրեք, որովհետև ես չեմ պատասխանի միանշանակ։ Մնացածը այլ հարցեր ունեք, տվեք պատասխանը, երեխեք ջան։ շատացնելու եք։ Ոչ։ Եվ երեկվա դատավարությանն էլ անդրադառնանք, հա, պարոն։ Երեկվա դատավարությունն էլ էսպես ասեմ դες։ Ուրեմն մենք տվել ենք մարդկանց բնակարան կառուցելու, տվել ենք կենցաղ սպասարկման օբյեկտներ կառուցելու, ուրեմն դրա համար քաղաքապետին մեղադրանք են առաջադրել։ Հիմա դուք պատկերացրեք։ Հիմա մենք սկսում ենք գործընթացը, պիտի աշխատենք, հողհատկացումներ պիտի անենք, շենք-շինություններ, որ մարդիկ կառուցեն։ Դուք պատկերացրեք, կա քաղաքաշինության բաժին, որտեղ քաղաքի հադագագիծը միայն իր մոտ է գտնվում, եւ այստեղ այդ բաժիններում աշխատում են 20, 30, 40 հոգի անձնավորություններ, մասնակիցներ, եւ իրենք այդ գործի մասնակիցներն են։ Ուրեմն այդ բոլոր ճանապարհը անցնում է, նախագիծ են կազմում, 17-10 հոգի ստորագրում են, բերում են վերջում քաղաքապետին ստորագրելու։ Հասկանալի է։ Այսինքն քաղաքապետը այդտեղ անելու ոչ մի բան չունի, ինքը մասնագետ չէ։ Քաղաքապետը օրական կարող է 100 եւ 50 որոշում կայացնի։ Այդ մասնագետներին թողել են, քաղաքապետին բերել են մեղադրանք են առաջադրել։ Միկայելի ժամանակ հողհատկացում է արել, նորից ինձ են մեղադրում։ Բալասանյան Սամվելի ժամանակ հողհատկացում է արել, ինձ են մեղադրում։ Դուք հասկանում եք, թե ինչքան աբսուրդ է այդ ամեն ինչը։ Ուրեմն այդ դատարանի շենքը պատկերացրեք 13 թե 17 թվականին իմ տեղից գնել է։ Հիմա ինձ մեղադրանք են առաջադրել, թե շենքը ինչ իրավունք ուներ, որ վաճառել են։ Այնքան չգիտեն, որ օրենքի մեջ ֆիքսած է, որ քաղաքապետարանի բալանսի վրա նստած յուրաքանչյուր գույք քաղաքապետարանը ավականի իրավունք ունի վաճառելու։ Եվ այդպես կինո հոկտեմբերը, Դադախազության շենքը, Գյումրի ռեստորանը, հասկացար, KGB-ի շենքը, այսինքն այդպես սաղ ամեն ինչ։ Եվ մենք, եթե այդ չանենք, այդ շենքերը կփլվեր։ Հասկանալի, հիմա այդ շենքերի նկարները կա, որ տեսնեք, եթե հանգարց մենք հիմա դա կառուցեինք, դա կավիրվեր, կքանդվեր, կվերանար։ Փոխանակ մի բան էլ պաշկևադրեն, բերել են ներկայացնեն ցել, հենց խոսում են, բան այսպես, դիմո մի կողքի մարդիկ եկան չգիտեն, այս ինչ է դրա համար, այդ ամեն ինչը ես գիտենալով առաջադրել եմ տեխնոլոգիությունս, որ մեր վրա ոչ մի բան չկա։ Ոչ մի բան, ինչ որ հիմա քեզ բռնեն, տանեն, տադեն։ Այդպես։ Բայց նշածները բոլորը թվերով ապացուցել չեն, որ նշում եք կամ բաներ։ Բոլորը ապացուցում ենք, ներկայացրել ենք եւ դա գործընթաց է, հետո ժամկետանց է այդ բոլորը։ 10 տարին բոլորը անցել է։ Այսինքն 2 րոպեդու դրանք թափում են։ Այս բեմականացումը ինչու համար է չեմ էլ հասկանում։ Այսինքն բոլորը 10, 15 տարի, 18 տարի անցել է։ Օրենքը ֆիքսած է, որ եթե 10 տարուց հետո թե որպես ինչ են քննարկում, այդպես աղմուկ բարձրացնում նրա համար, որ ես վախենամ չառաջադրեմ իմ տեխնազությունս, բայց ես դրա համար չեմ վախենում ու առաջադրում եմ իմ տեխնազությունս ու այսպես եղել։ Այո։ Գասյան, նաև ինչ որ փաստաթղթի մասին խոսք գնալ։ Փաստաթղթերն էլ միջից կողացել են։ Ուրեմն ասեմ քեզ, այդ գործընթացը առաջ եթե 60 հոդվածի տակ էր եղնում այդ հողը, ուրեմն պատկերացրեք, այստեղի բաժինները ուղարկում էին մարզպետարան, հետո քաղաքաշինության նախարարություն, այնտեղից թույլտվությունը գալիս էր, այսինքն գեյմպլանի մեջ, հադագագծի մեջ փոփոխություն անելու։ Փոփոխություն անում է միայն քաղաքապետարանը, այսինքն այս քաղաքապետարանը ինքն է իր գլխուն սարքում, հա։
Մենք այս քաղաքապետարանը գտել է, որ այդտեղ փոփոխություն պետք է անի, որովհետև երկրաշարժից հետո, ասենք, պատկերացրեք, բանի հետ կոնկրետ Տիմիրյազևի փողոց մասին է խոսքը, Շերբինա է հատվածը, այդտեղ այգի եղե, բայց հիմա մի ծառ չկա, երկրաշարժից հետո ամբողջությամբ բանը կդրել է ժողովուրդը։ Այդտեղ հարյուրավոր, հազարավոր շենքիրություններ կան։ Այդտեղ օրինականացրել մարդիկ բնակելի են կառուցել։ Եվ հիմա 23 թվականի հադագագծի մեջն է փոփոխություններ է արվել։ Դրա համար ինձ մեղադրանք են առաջադրում, հենց այդ բեմականացված խոսում են, այ ամոթը սա է, խայտարակություն է սա։ Հետո մի հատ այդ բանի համար ինչի հարց չեք տալիս, որ սրանք ընկել են մեր այս երկորը ընկել են հետևիցս, որ ասում եմ Բելորուսը, Ռուսաստան միութենական այդ պետությունների հետ կապված։ Անկախությունն է։ Հա, ուրեմն գիտեք ինչ կա, այնքան տգետ ու անպատկառ, անտասիրակ տագանքներ են, գիտես չեմ ուզում դրանց բառերով ես ասել, երբ որ հանդիպեմ կասեմ ես իրանց մեկ քանիսը կան, ուրեմն պատկերացրեք անկախության հարցը ինչպես մարդը կարող է ուրեմն քննարկի, որ մենք անկախության հետ կապված որևիցե մի խնդիր, մենք չենք ասում, մենք նաբարոտ, մենք ուզում ենք անկախությունը պահենք, այսինքն մենք ասում ենք ռուս-բելորուս միություն, Եվրոմիություն կա, տես հավաքվել են այդ պետությունները միություն են ստեղծել։ Մենք անատ 320 միլիոնանոց այս թուրքա լեզու ազգի մեջ է, Ադրբեջանը գիտեք մենակ է, Ադրբեջանը ամբողջ Միջինասիան Ադրբեջանի թիկունքն է, թուրքերը իր թիկունքն են, Իսրայելը իր թիկունքն է, մուսուլմանական աշխարհները դրանք սաղ այդ միությունների մեջ են, բացի Հայաստանից։ Իսկ դուք ընչեք պատզգում։ Սահմանները բացում են թուրքերի հետ մասի սարը հանում են հայոց զինանշանի վրայից, սահմանադրություն ուզում են փոխել, ցեները չի ելում, Արցախը տվեցին, ցեները չի ելում, այս մեկ միություն են կազմում, որ պաշտպանենք Հայաստանը, ինձ ելեք մեղադրանք եք ասում, թե ոնց կարող է ուրեմն անկախությունը սակարկել այդ դադարքներ ինչ անկախության մասին է խոսքը մենք անկախությունը այրան կնով են ձեռք բերում դրա մասին քննարկման առարկա չէ այո մենք կարող ենք եւ մտնել ռուս-բելորուս միության մեջ եւ կարող ենք եվրոմիության մեջ մտնել բայց մեզ չեք թող եվրոմիությունը մեզ բանի տեղ է չի տնում ինչ ոնց որ Վրաստանին ոնց որ Ուկրաինային Մենք ուրախ ենք, որ մտնենք միությունների մեջ, որպեսզի պաշտպանվի մեր երկրի սահմանները։ Դուք ինչի չեք ուզում, որ մենք մտնենք այդ միությունների մեջ, չեք ուզում, որովհետև թուրքերի հետ եք պայմանավորվել։ Որտեղ ուզում եք Հայաստանը սարքեք թուրքական վիլա այդ, ոչ թե Ռուսաստանի։ Օրինակ ինձ եթե մնա, եթե լուրջ նախագահ ունենանք, լուրջ վարչապետ ունենանք, հասկացար, իմ գիտեցած մարդը լինի կամ իմպես մտածելակերպ ունենա, այ Պուտինը կնստի քսետը ղարսի պայմանագիրը լրացել է։ Ինչ եք մտածում ղարսի վերաբերյալ։ Ինչի չեք հետ վերադարձնում ղարսը։ Դուք եք տվել, ռուսներն են արել։ Ինչի Նախիջևանը հետ չեք վերադարձնում, որովհետև պայմանագիրը լրացել է։ Այ նմանատիպ առաջ քաշումներ պիտի լինի հայոց երկրի կողմից, ոչ թե վախեցած, հնգնավորված, ես չգիտեմ, հայոց պատմությունը չգիտեմ։ Հայոց պատմությունը չգիտեցող ինչ իրավունք ունի հայոց երկիրը ղեկավարել։ Սրանք որ ասում են դες տարածքները, այս բանը օկուպացված տարածքները։ Մեկի բերանի չլսեցիք, թե հայկական տարածքների ինչ օկուպացված տարածքների մասին է խոսքը։ Բերեք լանեք աշխարհի ամբողջ քարտեզները։ Ես մեկի բերանի չլսեցի, թե ամբողջ աշխարհում կա 5 քարտեզներ։ Հələ այդ 5 քարտեզները հանեք նայեք Ադրբեջան, կա այդպիսի պետություն կա։ Բացի հայոց հանրապետություն, ես չհասկացանք ամբողջ աշխարհը այլ բան է ասում մի քանի թափ տպուկ ուրիշ բան է ասում, դուք եք ձեներդ կտրած վախվորիկ հայոց պատմություն չգիտեք թե դիդավորյալ եք անում։ Ես կասեմ, եւ պատմություն չգիտեն եւ դիդավորյալ են անում, պայմանավորված են թուրքերի հետ։ Վերջացավ այսքան բան։